թվականի հուլիսին եթե ինձ դատականիստների դահլիճից անօրինական սանկցիայի կիրառումը դուրս չանեին, կամ որը փաստաբաններից թույլատրեին մուտք գործել, այլ ոչ թե 30 անգամ հնչեցված հրահանգով կամ միգուցե չափազանցումը 10-ից ավելի անգամ հնչեցված հրահանգով այդ բաները չփակվեին, ես խոսքը կասեի շուրջ 3 կամ 2 տարի 7 ամիս առաջ։ Եվ ես ես խոսելու հնարավորությունը ես պահին ունեմ, ես այդ հնարավորությունը ընձեռվել է բացառապես սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա, իր հեճուկս բարձրագույն դատական խորհրդի գործողությունների կայացած որոշումների։ Եվ այն որ բարձրագույն դատական խորհուրդը վերացել է իր իսկ նախկինում կայացած որոշումները, դրանք բացառապես իրականացվել են սահմանադրական դատարանի որոշման հիման վրա։ Եվ հիմա ես ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ինչ պետք է խոսամ, որ հատկապես այն բարձրագույն դատական խորհրդի անդամները, ովքեր առնչություն են ունեցել այս վարույթին, մեկ, իսկ որոշ դեպքերում նաև 2 անգամ, ինչ տեսակ է պետք է փոխեն, ինչ նոր բանում եմ ես ասելու, որը կարող է ասել 2 տարուց ավելի առաջ։ Ամեն դեպքում ես կփորձեմ ներկայացնել իմ առարկությունները, իմ առարկությունները ոչ թե ու հատկապես վերաբերվում են լիազոր մարմնի միջնորդության վերաբերյալ, այլ այս վարույթով առնվազն 2 անգամ գրվել ու կայացվել է որոշում իմ լիազորությունները դադարեցնելու կամ անօրինական որոշումը չվերանալու մասին, որով գնահատական է տրվել իմ դիրքորոշումներին։ Հետևաբար իմ առարկությունները, եթե կարելի է այդպես անվանել, մեծամասամբ կախված են լինելու կամ առնչվելու են բարձրագույն դատական խորհրդի կայացած որոշումներով։ Այսինքն սա այն իրավիճակն է, որ ոչ թե դիրքորոշման միջնորդության լավիազոր մարմնի միջնորդության հիմնավորվածությունը ոչ հիմնավորված լինել է քննարկվելու, այլ բարձրագույն դատական խորհրդի մոտեցումները միջնորդության կապակցությամբ։ Սա երևի թե նաև ես որոշակի արտոնյալ վիճակում եմ գտնվում, գիտեմ արդեն իսկ թե բարձրագույն դատական խորհուրդը ինչ մոտեցում ունի այդ միջնորդության կապակցությամբ, հետևաբար ես իմ փաստարկները պետք է կառուցեմ բացառապես դրա շուրջ։ Ամեն դեպքում այլ չգիտեմ թե կոնկրետ ինչ փաստարկումներ պետք է բերեմ, այն պայմաններում, երբ իմ վարույթը նախկինում գործող վերականգնողների կողմից ստացել է օրինակ ստման, մերկինգի գործընթաց, քաղաքական որակումներ է ստացել, այս դատական նիստերի դահլիճում հնչած խոսքերով։ Դե առնվազն 3 հոգիկան, պարոն Աթերբեկյանը և Աջեր Ձախկողմյան նստած հարգարժան անդամները, որ լսել են, երբ 22 թվականի հունիսի 26-ին բարձրագույն դատական խորհրդի նախագահ, երբ որ ես խնդրում եմ, որ դրան անչափահասների վերաբերյալ ազատության հարց քննարկեմ մի ժամից գամ, նշում է, որ այդպես չի կարող լինել, քանի որ սա երկրի համար կարևորագույն գործն է։ Ես առաջին անգամ երբ զարմացա, մտածեցի կարող է մարդը ինչ-որ մի խոսք է ասել, չգիտեմ, չափազանցած է ասել։ Բայց եթե այդ նույն խոսքերը լսում եք 24 թվականի հունիսի 13-ին ազգային ժողովի անդամից հնչեցնելիս, արդեն պետք է մտածել, թե սա ինչ է նշանակում։ Այսինքն այս վարույթի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս բարձրագույն դատական խորհրդի նախագահն ասում է, որ սա երկրի համար կարևորագույն գործ է, կամ համանման բառերով։ Դա ինչ է նշանակում երկրի համար կարևորագույն գործ։ Որ մի դատավորը պրոֆեսիոնալ ասում, թե ես երկրի համար կարևորագույն գործ եմ քննում։ Իհարկե, այս ամբողջը հնչել է տարբեր դատարանների վարույթում գտնվող գործեր
որակվել է որպես երկրի համար կարևոր նշանակություն ունեցող, որը դե կարող եք ասել դատավորներ չեն ասել են։ Բայց եթե այդպես որակում են տալիս, դա մտածելու տեղիք է տալիս։ Եթե նույնիսկ ԲԴԽ նախագահան տարբեր լրատվամիջոցներին հարցազրույցներ տալիս, ասում են երկրում կան քաղաքական գործեր։ Ասում են, որ վեթինգի գործընթաց է ցանկանում իրականացնել, բայց դա հակասահմանադրական է։ Մեկ այլ հարցազրույցում ասում են վեթինգ է իրականացրել, բայց հանրությունը թուքումուր է իրան տալիս, դժգոհ է։ Հետո իր Facebook-յան ինչ են կարել, որ այդ ստատուսաշարի կամ չգիտեմ հաղորդաշարի շրջանակներում արձանագրում է, որ 33 դատավոր օրինակի համար 23 թվականին ենթարկվել են զտման և վեթինգի։ Երբ որ ԲԴԽ անդամ այս պահին գործող Թումանյանը համապատասխան բազմա հիշատակված այդ հաղորդման մեջ իմ լուսանկարը պահում է իր գլխավերևում, օրագրի մեջ, սկեչ անց լուսանկարը փոխում է այն կոնտեքստի մեջ հաղորդավարի իր խոսքերի, թե ինչ-որ մեկին կարողացել են վեթինգ անել կամ չգիտեմ զտել։ Մինչև վերջը չհասկացանք, այդ ինչ է նշանակում։ Հիմա այդ այս գործընթացներին հետ պաշտոնատար անձինք, որոնք առնչվել են այս գործին։ Որակերին չգիտեմ, վեթինգ, զտում, երբ ինչ ուզեցեք որ բառեր են հորինել կամ չեն հորինել, ասել են։ Ես հիմա ինչ պետք է ասեմ, որ ես ինչից պաշտպանեմ։ Այդ եթե օրինակի համար կանգնենք ասեք, սա վեթինգ է, սա զտում է, այդ գոնե կանոններ կա, չէ՞։ Այդ կանոնների շրջանակում, չգիտեմ, ձեր հետ լիազոր մարմնի հետ չէ, ձեր հետ մրցեի։ Ասեք, գիտեք ինչ, տենց մի արեք, կամ որ անում եք այս չափանիշը հաշվեք, այն մի չափանիշը հաշվի արեք։ Բայց կանոններ չպետք է լինեն։ Եթե սա արդարադատություն է, այլ ոչ սուբյեկտիվ ինչ-որ մեկի ընկալման մեջ գտնվող արդարություն, եթե սա արդարադատություն է, պետք է կանոններ ունենա։ Երբ որ դատարան պատշաճ դատարանի հարցից բարձրացնում, տարակուսանք առաջանում։ Բայց այդ պատշաճ դատարանը պետք է կանոններ ունենա։ Եթե կանոններ չկան, ես ինչից խոսեմ։ Այսինքն ձևական են այդ ամեն, ձևական է այդ ամեն ինչ, հատենց։ Ատրիբուտիկան պահպանում ենք, այդ տարերը արդարը դատական, չգիտեմ, քննության մոտավորապես, կամ դատական նիստի, բայց ամեն ինչը կանոններից դուրս է։ Ես որ կանոնների շրջանակում պետք է պաշտպանեմ։ Այդ ամեն ինչը ինչ որ ասել եմ, ասում եմ, շատ կարճ եմ ասում, այս ժամանակը չէի կես, այս համերը 120 մեջ եմ, դեղևս հասցրել ներկայացնել այս երկու օրվա մեջ։ Վերտարել եմ առարկություն, նախնական առարկություն, նախարարի 23 թվականի և ԲԴԽ-ի 23 և 24 թվականների որոշումների գնահատականների վերաբերյալ։ Սա է կներկայացնեմ հետագայում ամփոփելով նաև ամբողջականը կներկայացնեմ։ Այդ ժամանակը պետք որ նաև նախարարության պատասխանները լսենք, այս նոր չակերտավոր նոր քննության շրջանակներում իրականացվածը լսենք։ Այս նոր քննության մասին խոսեմ։ Ներկայացնում ենք արարքի վավերությունը, ընդհանցակարգի վավերությունը։ Անվերապահ շահերի բախման պայմաններում հարուցված իրականացված վարույթի համապատասխան կարգման եւ այլ հիմքերով կարգման միջնորդություններ։ Դա երևի թվում է թե ինձ համար, դա առաջին հերթին հենց բարձրագույն դատական խորհրդի համար է դա ներկայացնում, որպեսզի չկաշկանդվի առնվազն իր նախին տված գնահատականներով։ Բայց անցավ, այլ չկա այդ միջնորդությունները, ինձ թվում է չէր լինի բացառությամբ այս վերջինը սա է։ Այդ հնարավորությունը տրվեց, որ գոնե խուսափեք նախին տված գնահատականներից, որը ստերության չանդրադառնանք այդ նույն հարցերին, մնացած հարցերին։ Դա առաջին հերթին բարձրագույն դատական խորհրդին է պետք։ Հիմա եթե ես այստեղ կանգնած եմ, ինձ կարգավիճակը չի պարզաբանում։ Դեկտեմբերին ասում եմ ես կարող փաստաբանությամբ զբաղվեմ թե չէ, դատավորի կարգավիճակ ունեմ թե չէ, հունվարին ասում են թե կասենք։
Հետո մոտավորապես հնչում է, թե ինչ ուզում եք արեք, կամ կարող եք անել այն ինչ ուզում եք, մոտավորապես այս շրջանակներում։ Դրանից հետո ասում են բարձրագույն դատական խորհրդի դիմեք, որպես ոչ դատարան։ Դիմում եք, դեպարտամենտից նույն պատասխանն եք ստանում, որ այն ինչ-որ պարոն Գարուսիսը հարաբերությամբ հնչեցրեց։ Թե իրավական ակտերի մասին օրենքով իբր թե 30-ական պարզաբանվում ասում, հետեւաբար իրենք մերժում են։ Ասում հրաժարական դիմում կարող եմ ներկայացնել, ասեք այդ խտրական վերաբերմունքից խուսափելու համար։ Չի պարզաբանվում։ Ասում են ներկայացում կքննարկենք։ Ես ասում եմ, չէ՞ դատավորներ կային, այդպես վարույթների ընթացքում մասնավորապես Սիմոնյանն է արտադրից գալիս։ Տարբեր վարույթների ընթացքում դիմումներ է դրում, ազատում են, հետո նշանակում են դատավոր։ Մեզ էլ երբ որ հեռացնում էին, Սիմոնյան Տիգրանի մասին է։ Հարցեցիք պատասխանում են։ Մեզ երբ որ մեր վերաբերյալ հեռացնելու որոշումներ են կայացնում, ինչ որ սոպտիկներ է դնում կամ լայքեր է դնում։ Հիմա ես էլ ուզում եմ մարդու նման այդ հնարավորությունը ստանալ։ Ուսում պարզաբան եք, պարզաբանում չկա։ Ձեր պարտադիր պետք է հեռացվելով դուրս գան։ Հիմա մի անգամից պարոն Ալաշյան, ես արձագանքում դրանք, որպեսզի ավելի բարձր։ Թույլ տակ ես արձագանքում։ Այո, ես թույլ կտամ ավարտել, բայց այս ընթացքում պետք է արձագանքեմ։ Շատ։ Հիմա որ ասում եք, ես կարող ուզում եմ այսպես դրության։ Դուք դիմում դրել եք այդ ձևով դուրս գալու մասին, չեք գրել, ճիշտ է։ Դուք հարցում եք ուղարկել, ձեզ պարզաբանվել է, որ այդ հարցը կարող է դառնալ, որ այդպիսի դիմում կլինի, բայց այդպիսի դիմում դուք չեք ներկայացրել, ճիշտ է։ Դա փաստ է։ Մանցնենք առաջին կարող չարում։ Իհարկե փաստա, որ ես այդպիսի դիմում չեմ ներկայացրել, բայց նաև փաստա, որ դեկտեմբերի 22-ին, եթե չեմ սխալվում, ես դեռ հատեցի ու կարգապահ իրավունքների պարզաբանում պահանջեցի։ Ինչև էլ էի գրավոր ներկայացրել։ Հունվարին կոնկրետ հարցադրում հնչեցրեցի երևի, այդ հրաժարականի հետ կապված։ Նախ պարզաբանում չեմ ստացի ես։ Իսկ կներկայացել կքննարկենք, պես չի լինում։ Եթե ես ասում միջնորդություն կարող եմ ներկայացնել, պետք է հետևյալը մի կարող ես ներկայացնել։ Նա մինչև չիմանամ ես, որ որևէ միջնորդություն կարող է քննարկվել, թե ոչ, ես դա չեմ ներկայացնել։